Պաշտոնյաներ, արվեստագետներ, ուսանողներ եւ պարզապես արվեստասեր մարդիկ։ Հայաստանի նկարիչների միության բակը մարդաշատ է, եկել են մասնակցելու նկարիչ Արթուր Հովհաննիսյանի շրջանների միջև խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ավելի քան 70 աշխատանք, որոնք լավագույնս ներկայացնում են քաղաքային մշակույթն ու նկարչին տարբեր իրավիճակներում։ Ցուցահանդեսը իմ մասին է, իմ ապրած կյանքի, իմ առօրյայի, իմ հետաքրքրությունների, իմ սիրելի մարդկանց, ինձ շրջապատող տարաբնույթ երևույթների։ Դրանք եւ կենցաղային իրողություններ են, եւ սպորտային իրադարձություններ են, եւ աստվածաշնչյան դրվագներ են, պարային թեմաներ են, բազմաթիվ։ Այսինքն այստեղ այն ամենն է, ինչի միջով որ ես անցել եմ իմ կյանքի գոնե վերջին 20 տարիների կտրվածքով։ Եվ հենց այդ սկզբունքով էլ ընտրվել է խորագիրը։ Ցուցահանդեսի համադրող արվեստաբան Օսիա Քարամյանը նշում է, այցելուները հնարավորություն կունենան կտավների միջոցով ներթափանցելու նկարչի ներաշխարհը բացահայտելու նրան որպես արվեստագետ ու քաղաքացի։ 20 տարիների եւ միգուցե մի փոքր ավել Արտուրի հետ հայաց վերլուծություն է, որտեղ դուք կբացահայտեք Արտուրին որպես գեղանկարիչ, որպես մտածող, որպես միտք արտադրող նաև արվեստագետ։ Ու ինձ համար բավականին հեշտ է եղել Արտուրի հետ աշխատելը, որովհետև ես գործ ունեմ ոչ ամբիցիոզ արվեստագետ է, սա շատ կարևոր է։ Մարդ, ով իսկապես անկյունաքարային դեր ունի այսօր ժամանակակից նկարչության մեջ։ Նկարիչների միության նախագահը քաջատեղյակ է ընկերոջ Արթուր Հովհաննիսյանի անցած ճանապարհին, կտավների ստեղծման պատմությանը, դրանցից շատերն իր աչքի առջև են ծնվել։ Նույն արվեստանոցում ենք սովորել եւ շատ հարազատ հուշեր կան եւ իր հետ աշխատել ենք տարբեր վայրերում ցուցադրվել եւ մինչ օրս նա կարող եմ ասել կարող է զարմացնել այն մարդկանց ովքեր ճանաչում են իրեն եւ այսպիսի մեծածավալ աշխատանքներ իրականացնել դա հեշտ չէ եւ այն զբաղված օրվա գրաֆիկը, որ ունի Արթուր Հովհաննիսյանը, միմիայն գովեստի խոսքեր կարող ես ասել, որ նա կարողանում է լինել հավատարիմ իր կոչմանը, իսկ այդ կոչումը դա նկարիչն է։ Արթուր Հովհաննիսյանի կտավները նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահը կզարդարեն մինչև մայիսի 13-ը։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։